Բարի երեկո, օրակարգն է եթերում։ Շրջափակման պայմաններում արդեն 1 ամսից ավել ապրող Արցախի բնակչությունը շարունակում է հաղթահարել հումանիտար ճգնաժամին բնորոշ խոչընդոտները, միաժամանակ փորձելով պահպանել հոգեկան հավասարակշռությունն ու բարոյական կերպարը։ Համաձայն ենք, որ ոչ բոլորին է դա հաջողվում։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանն ուղղված Արցախից ուղարկվող մեսիջներին, ապա դրանք մասամբ արդյունավետ կարելի է համարել։ Անհրաժեշտ է համակարգված, իրավական և ճիշտ ուղղորդված աշխատանք միջազգային բոլոր հարթակներում Ադրբեջանի անմարդկային վարքագիծը դատապարտող որոշումներին հասնելու համար։ Այս և այլ հարցեր կքննարկենք այսօր տաղավարում, քիչ անց, այժմ համառոտ ակնարկ շրջափակման վերջին օրերի մասին։ Արցախը ապրելու իրավունքի պայքարի մեջ է։ Թշնամին օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները արցախահայության կյանքը անհնարին դարձնելու, կենցաղային հոգսերը բազմապատկելու և առավելագույն հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Ավագ սերունդը մի շրջափակում արդեն վերապրել է, հմտություն ունի կյանքը վերակազմակերպելու։ Հատկապես դժվար է փոքր երեխա ունեցող ծնողների, տարեցների, տեղորայքի կարիք ունեցող հիվանդների, սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար։ Մայրիկները չեն կարողանում գտնել իրենց երեխաների բուժման համար անհրաժեշտ դեղորայք, կաթնախառնուրդ, տակդիր, իսկ բանջարեղենի ու մրգերի մասին խոսելն ավելորդ է, քանի որ բանջարեղենի ու մրգերի խանութները վաղուց արդեն փակվել են։ Ներկապային տեսող չունենք, ձետ չունենք։ Մարդիկ ստիպված են փայտե վառարանների օգնությանը դիմել, տաքանալու, սնունդ պատրաստելու, ջուր տաքացնելու համար։ Թշնամին կրկին արգելափակել է գազատարը։ Էլեկտրաէներգիայի սահմանափակ ռեսուրսները հնարավորություն են տալիս ընդամենը մի քանի ժամ բնակիչներին ապահովել լույսով։ Ցախով ենք տաքացնում, ճիշտ է, տունը մի քիչ մեծ է, չի տաքանում, բայց հնարության սահմաններում ամուսինս բերում է, այտենց տաքանում է տունը, սաղ գիշերը վառում ենք։ Ջեռուցման բացակայությամբ և էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներով պայմանավորված դադարեցվել են մանկապարտեզների և դպրոցների աշխատանքները։ Արցախցի երեխաները զրկված են կրթության իրավունքից։ Բազմանդամ ընտանիքների հոգսերը կրկնապատկվել են, չեն կարողանում առաջին անհրաժեշտության պարագաներ գտնել երեխաների սննդի ու հիգիենայի հետ կապված կարիքները հոգալու համար։ Իրենց աճի ու տարիքին համապատասխան զարգացման համար անհրաժեշտ առողջ ու բալանսավորված սնունդ ստանալու իրավունքից Արցախի երեխաները իսպառ զրկված են։ Միրգ չկա, հիմա սովորական ապուր սարքելու թեկուզ տարբերակ չկա։ Այս պայմաններում սննդի համաչափ բաշխումը ապահովելու համար բնակիչներին տրամադրվել են կընտրոններ, սահմանափակ քանակությամբ ձետ, մակարոնեղեն, շաքարավազ, հնդկաձավար և բրինձ ձեռք բերելու համար։ Առավոտի ծննդի կետերում հերթերի գոյացումը ձմռան եղանակային պայմաններում էլ ավելի է բարդացնում քաղաքացիների բնականոն առօրյան։ Արցախի հիվանդանոցներում դադարեցված են պլանային վիրահատությունները, որի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հայտնված հիվանդները Հայաստան են տեղափոխվում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Խեղված է ճանապարհի այս կամ այն կողմում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մանկությունը։ Հա։ Երբ եք գոռ։ Չգիտեմ, սպասում ենք։ Կան երեխաներ, որոնք ստիպված են կենցաղային հոգսերը և ընտանիքում մնացած մյուս երեխաների խնամքը իրենց ուսերի վրա վերցնել։ Ամենամեծ երազանքս այս պահին դա մայրիկիս և հայրիկիս տեսնելն է։
Բարեկամներ, աշխատում ենք ուղիղ եթերում, իսկ տաղավարում Արցախի Հանրապետության ազգային ժողովի Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցության ղեկավար, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանն է։ Բարև ձեզ, Դավիթ։ Եվ այսքանին ավելացնենք նաև, որ շրջափակումից ի վեր հանդիսանում եք օպերատիվ շտաբի անդամ, խորհրդարանի ներկայացուցիչ։ Սկսենք հենց դրանից, շրջափակումից ի վեր ստեղծված այս կառույցը 50 եւ ավելի օրվա աշխատանքից հետո ինչպես կգնահատեք արդյունավետությունը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, ստեղծված իրավիճակը ստիպեց մեզ լիովին վերանայել մեր ապրելակերպը, հաշվի առնելով նոր մարտահրավերները, մենք ստիպված էինք նաև բոլոր այն ծրագրերը, որը պլանավորում էր 2023 թվականին ժամանակավոր դադարեցնել եւ ամբողջ հանրապետությամբ, ամբողջ մեր ռեսուրսները ուղղել ենք այս իրավիճակի, մասնավորապես տարբեր ոլորտներում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերացման համար։ Եվ այդ իսկ պատճառով Արցախի հանրապետության նախագահի հրամանով ստեղծվեց օպերատիվ շտաբ, որի ղեկավար նշանակվեց պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ կառավարությունից բացի, այսինքն այն կազմը, որը այսօր գործում է կառավարությունում, նաև հրավիրվել է ինչով է տարբերում օպերատիվ շտաբը, նաև հրավիրվել է ուժային կառույցներից եւ իհարկե ազգային ժողովից։ Գնահատականների համար կարծում եմ դեռ վաղ է, բայց որպես մարդ, ով 24 ժամ աշխատում է այդ թիմի հետ, այդ մարդկանց հետ այդ ռեժիմով, իհարկե անում ենք ամեն ինչ, որպեսզի մեղմացնենք։ Միանշանակ կա քննադատություն եւ որը շատ նորմալ եմ համարում, քանի որ խնդիրները այնքան շատ են եւ ռեսուրսները այնքան սուր, բայց սա նորմալ գործընթաց է եւ պետք է եւ քննադատություն լինի, պետք է նաեւ եւ առաջարկություններ լինի եւ իրականում մենք բաց ենք այս ամեն ինչի համար եւ փորձում ենք 24 ժամ հետևել թե տարբեր զարգացումների եւ բնականաբար մեր ներքին կյանքին։ Եվ կարևոր նախաձեռնություններից մեկը, որը նաև տեսնում ենք մենք, դա այցերն են գյուղեր, օպերատիվ շտաբի ստեղծված խմբի կազմում ներկա եք լինում նաև դուք, այս առումով հանրության բնակչության հետ հանդիպումները ինչ են տալիս ձեզ, ինչպիսին է մեր հասարակությունը, եւս մեկ առիթ է սա, եւս մեկ անգամ փորձելու մեր դիմադրողականությունը, առկա է այն արդյոք։ Դիմադրողականության մասին իհարկե մենք պետք է առանձին արձանագրենք եւ պետք է առանձին, ես ինչպես միշտ ասել եմ, խոնարհում եմ մեր ժողովրդի առջեւ, քանի որ հսկայական ուժ է կուտակված եւ շատ հաճախ ինչ որ process-ներից հետո, գործընթացներից հետո, ինչ որ լարվածության, երբ որ մտնում ես ժողովրդի մեջ, գյուղեր եւ տեսնում ես ինչպես են տրամադրված եւ ինչպես են ոգեշնչում այն մարդկանց, ովքեր որ ունեն այդ առաքելությունը աշխատել այդ ուղղությամբ եւ իրականում շատ հաճելի է եւ սա եւս մեկ անգամ խոսում են դրա մասին, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է գրել այդ զրկանքները հանուն իր ազատ ապրելու, հանուն իր ապագայի, հանուն իր երեխաների եւ հանուն իր անկախության։ Սա իրականում երբ որ կիսում ենք այս ինֆորմացիայով մյուս այլ երկրներում ապրող մարդկանց հետ, բոլորը հիացած են։ Ինչ վերաբերում է սա է մեր ֆենոմենը, Արցախի ֆենոմենը։ Իհարկե, ինչ վերաբերում է այցելություն շրջանների, գաղափարը հետեւյալն էր, համատեղ քննարկումների արդյունքում առաջացավ այս գաղափարը, հաշվի առնելով այն հսկայական ապատեղեկատվական հոսքը եւ սուղ ռեսուրսները, որ կարող ենք դրա հետ պայքարել, մենք առաջարկեցինք, որպեսզի ստեղծվեր ազգային ժողովից եւ կառավարության անդամներից խումբ, պատվիրակություն, այլ օպերատիվ շտաբից, որպեսզի տեղում այցելենք եւ տեղում ունենանք այդ հանդիպումը մեր բնակիչների հետ։ Ամենաճիշտ ձևաչափը դեմ առ դեմ խոսակցությունը, ամենաճիշտ ձևաչափը փորձեր մաքսիմալ անկեղծ ներկայացնել այն իրավիճակը, քանի որ ցավոք սրտի մենք նաեւ ունենք բացասական փորձ 2022 թվականի պատերազմից եւ փորձեցինք այս ամեն ինչը կազմակերպել։ Եվ երկրորդը շատ են կարեւորել այդ որոշումները, որը այսպես ճակերտներում ժողովրդի լեզվով ասած կայացնումա վերևներում, շատ հաճախ չի իջնում միջև ներքև եւ փորձեցինք ստուգել առաջի հերթին այդ կապը, ինչքանով է այդ որոշումները հասանելի բնակչության համար եւ երկրորդը շատ հետաքրքիր էր, արդյոք այդ որոշումները ճիշտ էր թե ոչ։ Այսինքն հետադարձ կապը ապահովելու համար մենք պարտավոր ենք այցելել շրջաններ, պարտավոր ենք այցելել այդ մարդկանց հետ հանդիպումների
Եվ միանշանակ այսպես տպավորված այս գործընթացը շարունակվում է, այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու, ինքը ավելի մանրամասն ուսումնասիրվում է, հարցերը բաժանվում են։ Գիտեմ, որ այո, տարբեր արդեն առիթ ունեցել եք ինչ որ ձևով ֆիլտրելու, բաժանելու, դասակարգելու հարցերը, հիմնականում ինչ բնույթի են, այլ մեր արցախցիներին հետաքրքրում են սոցիալական խնդիրները, կենցաղային խնդիրները, գուցե քաղաքական հարցերը։ Գումարած դրան, Նաև այլ հարցեր։ Իրականում ամենակարևոր հարցը, որը քննարկում է, ինքը բնականաբար անվտանգության հարցն է եւ բնակչության մոտ կա այսպիսի մի հատ տրամադրվածություն, մենք պատրաստ ենք դիմակայելու, բայց որն է կարմիր գիծը կամ միջև որտեղ մենք պետք է դիմակայենք կամ սրա վերջը ինչ է լինելու, ժողովրդի լեզվով այսպես ասած, մենք փորձում ենք նորից ասում անկեղծ լինենք, մենք ներկայացնում ենք այն այլընտրանքը, որը մեզ սպասում է ցավոք սրտի այն պայմանները, որ ներկայացել է Ադրբեջանը։ Մենք պայքարում ենք հենց դրա դեմ։ Մենք պետք է առաջի հերթին, չընդունելով իրենց պայմանները, փորձենք նաև թելադրենք մեր պայմանները։ Ես խնդրում եմ սա չընդունել որպես պոպուլիստական կամ չգիտեմ ինչ, բայց սա իրականություն է։ Եթե մենք հրաժարվում ենք այս պայքարից, ապա սրա այլընտրանքը դու պետք է ընդունես այն ինչ որ քեզ թելադրում է Ադրբեջանը։ Եվ հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը, իրանք շատ ճիշտ ժամանակ են ընտրել, քանի որ գրեթե բոլորը զբաղված են Ուկրաինայի պատերազմով, ճգնաժամով եւ տարբեր զարգացումներով տարածաշրջանում, իրանք շատ ճիշտ ժամանակ են ընտրել, որպեսզի փորձեն իրենց այսպես որոշումը առաջ տանել, բայց այնուամենայնիվ իրանք ինձ թվում է չէին սպասում, որ նման դիմադրողականություն կարող է լինել։ Երկրորդը այս պայքարում ժողովրդի դերակատարությունը ըստ ձեզ առաջնայինը որն է՝ դիմակայել, միավորվել, որոշիչ ինչ գործողություններ կարող են որոշիչ դառնալ ժողովրդի կողմից։ Իրականում սա ժողովրդի պայքարն է։ Մենք մանդատ ենք ստացել ժողովրդից։ Եթե ժողովուրդը հրաժարվեր այս պայքարից, որևիցե մեկը, որևիցե իշխանության մի անդամ իրավունք չուներ շարունակել, սա նշանակեր մարդկանց տանում ես բացահայտ ինչ որ կործանման։ Սա ժողովրդի պայքարն է։ Մենք ժողովրդի խոսքը ուղղակի վերցրել ենք եւ սա իրականություն ենք փորձում դարձնել։ Առանց ժողովրդի որևիցե մեկը չի կարող իրականացնել որևիցե մի ծրագիր։ Եվ հենց գաղափարում հիմքում այս է, որ մենք պարտավոր ենք անընդհատ լինել կապի մեջ ժողովրդի հետ։ Ցանկացած որոշում, իհարկե, ղեկավարի ամենամեծ այսպես առավելությունը եւ նաեւ դժվար կողմը դա որոշում կայացնելն է։ Բայց եթե դու հաշվի չես նստում քո ժողովրդի հետ, քո այդ կարծիքները դու չես կարողանում վերցնել եւ ամփոփել, շատ դժվար կլինի այդ որոշումը կայացնել։ Ես կասեի, սա առաջերտին ժողովրդի պայքարն է։ Եվ բնականաբար ես նաև կցանկանայի նշել, որ այցելությունը գյուղեր նաև նոր հնարավորություն տվեց, այս ճգնաժամը ինքը մի քիչ կարող աբսուրդահաճում, բայց նաև ստեղծված իրավիճակը մենք պետք է օգտագործենք դրական առումով։ Այս պայդրությամբ մշակում են տարբեր ծրագրեր գյուղատնտեսության զարգացման ոլորտում, առհասարակ մենք պետք է նորից սովորենք, որ հողի հետ աշխատանքը դա մեր անբաժանելի մի մասնիկը եւ իրականում ճիշտ գնահատենք հողը։ Գյուղացին գիտակցում է սա։ Կարծում եմ գյուղացին գիտակցում է, բայց ստե նաեւ շատ մեծ դեր եմ տեսնում կառավարության իշխանությանը։ Մենք պարտավոր ենք ստեղծել այդ բարենպաստ պայմանները, որ անում ենք այս պահի դրությամբ։ Մենք պարտավոր ենք ստեղծել նաև այդ սպառման այսպես շուկա։ Գյուղացին պետք է նաև վստահ լինի, որ իր ապրանքը չի փչանալու։ Այսինքն սա համատեղ աշխատանք է եւ իմ կարծիքով, եթե ճիշտ է ամեն ինչ իրողությամբ գնա, մենք արդեն իսկ այս տարվա վերջին կստանանք շատ լավ արդյունքներ։ Այսինքն ճգնաժամը ունի իր հակառակ կողմը նաև։ Մենք այս պահին կարճաժամկետ մշակման հնարավորություն ունենք ներքին ռեսուրսներով ինքնաբավ դառնալու։ Պարենային հենց անվտանգության, այսպես կամ պարենի մասով մենք իմ կարծիքով հնարավորություն ունենք, ճիշտ է, միանգամից չենք կարող այսպես ապահովել ամբողջ այդ ծավալը, բայց այնուամենայնիվ որոշակի այսպես բաներ մենք հնարավորություն ենք մենք ինքներս մեզ ապահովում։ Հանդիսանալով նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ինձ հետաքրքիր է այս 7 գումարումների ընթացքում մենք գիտենք, որ բազմաթիվ բարեկամական կապեր ստեղծվել են այլ երկրների խորհրդարանների հետ, անկախ մեր դիվանագիտական հարաբերություններից, անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից այս աշխարհաքաղաքական իրավիճակում, սակայն կարծում եմ այդ գոնե անձնական բարեկամական կապերը մնացել են։ Այս ճգնաժամի ընթացքում հետաքրքիր է ինչպես են նրանք արձագանքել, ինչքանով էր հարաբերությունները
ակտիվ այս ընթացքում եւ ինչ առաջարկներ գործնական կային։ Տեսեք, իրականում խորհրդարանական դիվանագիտությունը ինքը ունի իր առավելությունները։ Մենք ավելի բաց ենք, մեր ձեռքերը այսպես ավելի բաց են եւ մենք կարող ենք հնչեցնել այնպիսի կարծիք մտքեր, որը պաշտոնական դիվանագիտությունը, ասենք իրավունք չունի թույլ տան նման բաներ ասելու։ Եվ այս առումով պետք է նշենք, որ ոչ միայն այս բլոկադայի ժամանակ, այլ նաև հենց 2022 թվականի պատերազմի ժամանակ գրեթե բոլոր այդ բարեկամական խմբերը բավականին ակտիվ մասնակցում էին հայտարարությամբ եւ տարբեր փորձում էին տարբեր այսպես հարթակներում բարձրաձայնել խնդիրը։ Խնդիրը հետեւյալն է, թե ինչ կազմով են ներկայացված այդ խմբերը եւ շրջանակները տվյալ խորհրդարանում։ Որ պետության խորհրդարանի մասին է խոսքը։ Եվ ցավոք սրտի պետք է նշենք, որ այո, մեզ հաջողվել է տարբեր երկրներում, եվրոպական երկրներում ունենալ բարեկամական խմբեր, բայց այսպես կազմը եւ այսպես ճնշման մեխանիզմները իրանց մոտ այդքան էլ գործիքակազմը այդքան էլ մեծ չի լայն չի եւ այս օրերին էլ պետք է նշենք, որ բավականին ակտիվ հենց վերջերս Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողով ընդունեց եւ տարբեր նման բաներ գնում են։ Այդ դրանք կարող ենք համարել փոքրիկ հաղթանակներ, փոքրիկ քայլեր, հետագայում գուցե եթե ոչ սանկցիաների համենայն դեպս դատապարտման հզոր ալիքի համար։ Միանշանակ կարող ենք համարել նույն Ֆրանսիայի, ասենք, այսպես ակտիվ բան, դա միանշանակ էլ մեր բարեկամական շրջանակի։ Կարծում եմ նաև ստե մենք ունենք անելիքներ, որտեվ նախաձեռնությունը պետք է գա մեզանից։ Անընդհատ մենք պետք է գիշեր ու ցերեկ աշխատենք այս ուղղությամբ, անընդհատ պետք է տարբեր խողովակներ օգտագործելով Փակենք բոլոր դռները, այո, որպեսզի հասնենք մեր կարծում եմ սա նաև մենք ունենք այստեղ անելիքներ Տեսնենք։ Գիտենք նաև տարբեր հարթակներում հիմնականում հեռավար հանդիպումներ են կազմակերպվել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ տարբեր երկրներում եւ այն հարցերը, որոնք դուք հայտնաբերում եք նաև շրջաններում, բարձրաձայնվում են նաև այս հարթակներում։ Այդ առումով ինչպիսի արձագանք կա, ինչպիսի ընկալումներ կան եւ ինչպիսի գուցե էլի գործնական առաջարկներ կլինեն։ Այստեղ էլ նաև մենք ունենք այսպես տարանջատման խնդիր, հարց, տեսեք, օրինակ մենք առաջի օրվանից կապի մեջ ենք նույն Ռուսաստանի հայերի միության հետ, Ռուսաստանում ապրող մեր համայնքի տարբեր հայկական կազմակերպությունների, գործարարների, բարերարների հետ, բնականաբար, ինչպես միշտ, ինչպես նաև 22 թվականին այսպես ակտիվ մասնակցություն եւ աջակցություն են փորձում ցուցաբերել։ Բայց ես կցանկանայի նաև մի շատ կարևոր հարցի անդրադառնալ, քանի որ 2022 թվականին մենք ունեցանք այդ շատ բացասական օրինակը, որը վերաբերվում է անձնական նախաձեռնությունների, որի արդյունքում մենք ստացանք այնպիսի մի պատկեր, որ ես ուղարկել եմ այսքան բան, բայց ցավոք սրտի տեղ չի հասել, որպեսզի խուսափենք նման երևույթներից, շատ ճիշտ որոշում կայացվեց եւ Հայաստանում մեր ստեղծված օպերատիվ շտաբը մասնավորապես ով գլխավորում է արտաքին գործերի նախարարը, այնտեղ համակարգում են բոլոր այդ կազմակերպությունների կամ անհատների հետ գործունեությունը եւ շատ կարեւոր է վերահսկվում է եւ բացի վերահսկելուց նաեւ Արցախից բխող պահանջներն են ներկայացնում, այսինքն կոնկրետ առարկայական այո, մեզ պետք է էս։ Եվ կարևորը որ վստահությունը բնականաբար վերականգնվի։ Միանշանակ, սա ամենակարևորն է, քանի որ տարիների ընթացքում ցավոք սրտի պետք է նշենք, որ Սփյուռքում էլ կա այդ հիասթափությունը եւ նաեւ մենք ունենք ահռելի մեծ աշխատանք այս ոլորտում այս ուղղությամբ։ Շնորհակալություն, ցավոք շատ հարցերի երկար անդրադառնալ չեն կարող, բայց հուսանք դեռ գործնական քայլեր կլինեն, արդյունքներ կլինեն եւ ելի առիթ կլինի դրանց մասին խոսելու։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Արցախի Հանրապետության ազգային ժողովի Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցության ղեկավար, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։
Ճգնաժամը նաև առիթ է նոր գաղափարների իրագործման, տեղական արտադրանքի հետ կապված երբևէ ունեցած մտքերը կյանքի կոչելու համար։ Եթե ամեն մեկս փորձենք մեր տաղանդները, հմտություններն ու գիտելիքները ճիշտ հաշվարկել եւ օգտագործել դրանք ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին, կարծում եմ կշահենք բոլորս։ Հաջորդ տեսանյութի հերոսուհին եւս ունի մեծ պահանջարկ վայելող արտադրանք ստեղծելու եւ իրացնելու մեծ ցանկություն։ Դիտեք տեսանյութը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։